Այդպես մենք սովորում ենք 7-րդ դասարանում և իրականացնում ենք նախագիծ «Բարբառները հայոց լեզվի գանձերը»։ Այժմ ուզում ենք մի քանի հարց տալ ձեզ ձեր բարբառի մասին։ Որ բարբառով եք դուք խոսում։ Մենք Ջավախի բարբառով։ Այստեղ ասում ենք խոսենք, մենք այնտեղ ասում ենք զրծե, ծո, այստեղ արարենք ասում ենք ծո, արիստեղ, ինշխես, ծերունք ինշխեն։ Օրինակ համայնք կա, վեդրոյին ասում են վեդրո, մեկը ասում է տույլ, մեկը ասում է քուղա, այդպիսի նրբություններ ունեն բարբառը։ Ես ծնվել եմ Ջավախքի Ծալգարի շրջանի Այազմա գյուղում, որը տվել է բժիշկ, Կուսան Հավասի։ Մեր Կուսան Հավասին կույր է եղել, 3 տարեկանի ծաղիկ հիվանդությունից ուրացել է, ոչ դպրոց է գնաց է, ոչ բան ընկերների միջոցով սովորել է, դասել է Կուսան։ Այնտեղ ընկերներով խաղում են քարգդիկ են խաղում առաջ, 11-ի վրա։ Մեկ ասում է Հավասին, ինձ է խաղցել եք, են ընկեր ասում է, դու քոշն դու չես տեսնում որ խաղաս։ Ասում է, ես քորեմ, հա, քար առնում ուղի ճակատին տալում, ասում է, ես քորեմ, էդեն տոշնի խփի։ Երբ եք տեղափոխվել այստեղ և ինչ դժվարությունների եք հանդիպել։ Ուստեղ տեղափոխվել եմ 1971 թվականին։ Դժվարություններ շատ եղել են։ Այստեղ ջայի խնդիրը լուրջ եղել միշտ։ Մի հատ բանաստեղծ ունենք Կարայան էր։ Դիրեկտորի վրա գրել էր Մովսիսյան Վաչե անգարը կանչե այստեղ երբ պիտի աղբյուր կարգաչե։ Իմ երկուսն օր մածիկ են, աղբյուրներն է կարգաչում են։ Ինչպեսին է եղել ձեր գյուղը, մի փոքրիկ պատմեք։ Մեր գյուղը կազմավորվել է 1826 թվականին։ Ռուս-թուրքական պատերազմից։ Գաղթել են մեր նախնիները Ղարսից, Էրզրումից։ Հետաքրքիր, երբ կպատմեք ձեր ծննդավայրից։ Հետաքրքիր։ Այդ մեր Կուսան Հավասին համերգ է տալում փող էր վաստակում, կույրեր։ Գալը մի ախրկելայգի գյուղերը, փողա գյուղում գա։ Կանգնում է իրոք գրած երգը երգում են աղավաղն է երգում։ Հավասին էշը քշում է դուր աթարներ, գդրած աթարները։ Ճաշտում ես մի դո էշք են ես։ Կսե ճաշտեմ գե, ինչի, կսե իմ գրածս ինչի ճաշտես։ Իմ գրածս ես ոնց ու կել եմ են երգ, ինչի գեն։ Սիրում եք ձեր բարբառը։ Շատ։ Մեզ նույնպես շատ դուր եկավ ձեր հետ հարցազրույցը։ Շնորհակալություն այս հրաշալի հարցազրույցի համար։ Այդպես մենք սովորում ենք 7-րդ դասարանում և իրականացնում ենք նախագիծ «Բարբառները հայոց լեզվի գանձերը»։ Մենք ուսումնասիրելու ենք բարբառները, նրանց ծագումը, տեսակները, ճյուղերը և արտասանությունը։ Այժմ ուզում ենք մի քանի հարց տալ ձեզ ձեր բարբառի մասին։ Որ բարբառով եք դուք խոսում։ Նախ ապրեք երեխաներ, շատ լավ նախաձեռնություն է, նախագծի թեման բավականին հետաքրքիր է, լավ, յուրաքանչյուր լեզու ամբողջական ուսումնասիրած չենք համարի, եթե չուսումնասիրենք այդ լեզվի բարբառներ։ Ես խոսում եմ Սասնա բարբառով, ինքս իմ պապերը եկել են Սասունից, Արևմտյան Հայաստանի, չէ՞, Սասունը Արևմտյան Հայաստանում է, իմ պապաս հենց Սասուն քաղաքից էր, իսկ տատաս Մուշ քաղաքից։ Սասնա բարբառը այդքան էլ խորությամբ չի ուսումնասիրված, բայց ընկերպետոն, այսպես է նրան անվանում, որը նաև սասունցի էր, խորը ուսումնասիրել էր Սասունի բարբառը ու բավականին տեղեկություն էր տվել մեզ Սասունի բարբառի մասին։ Սասունի բարբառը հիմնականում տարբերվում է մնացած բարբառներից խոսքի արտասանության ընթացքում ձայնեղները հնչում են
որպես խուլ հնչյուններ, խուլերը հնչում են ձայներներ, երբեմն ձայնավորները սղվում են բառերի մեջ, այօրինակ մենք ասում ենք դուռ, բայց ասում ենք բարբառով, ասում ենք դուռ, հա? Ասում ենք բեր, մենք սասունցիներս, այնինչ պիտի ասենք բեր, հա? Եվ նմանատիպ հնչողությամբ տարբերում է սասունի բարբառը այլ բարբառներից։ Ես ծնվել եմ Ագարակում, Կարող ձեր բարբառով ինչ-որ հետաքրքիր բան պատմել։ կարող եմ։ Մի փոքր խոսեմ մեր գյուղի մարդկանց մասին, հա։ Մեկի մասին, որը գրավել է իմ ուշադրությունը, այդ մարդու անուն Ռուպոն էր։ Ռուպոն հետաքրքիր մարդ էր, մի տեսակ ինքնամփոփ, բայց թե ինչու են գյուղացիները նրան շատ սիրում, իր հոգու հետ խաղում, ասեմ ինչու։ Երևի իր պարզության ու միամտության համար։ Մի օր Ռուպոն տեսնում է, որ իրենց հողամասում նոր ծառեր կան, ծառի վրա մի տղա սալոր է թաղում, վարձացել է ծառը, սալոր է թաղում, Ռուպոն գիտե ու գսը, դղա Հրազդան, դու այդ ինչ է գինիս, Հրազդանը շվարած, վախենում է, ոչ մի բան, Ռուպո հոպար, բա ինչ է կքաղիս, դու չզդենը ինչ է կքաղին, շլորը կքաղին, հլը իջիցած, հասկանում եք էդ իմասը, հլը իջիցած, Հրազդանը գիչն է վերք է, մոտենում է վերքը բարձրացնում, հնի որ մի հադիդամ, գսակ գծում կզի, հնի որ մի հատ խպին, գմերնիս, հմի մեկ էլ Հրազդանը ապելից դուրս եկած վախից ասում, դա Ռուպո հոպա, թե գզարգիս զր, թե չեմսիր տրակավ, թողեր տա։ Ես մի պատմությունը Հրազդանից։ Հիշում եմ քննությունների ժամանակ, երբ 10-րդ դասարանում հայոց լեզվի գրավոր աշխատանք շարադրություն գրեինք, մեկը շարադրություն գրել էր հետևյալ ձևով։ Մեր հայոց լեզվի գրականության ուսուցչուհին ասեց, կգրեք այն, ինչ որ ճիշտն է, եւ շարադրության թեման մեր գյուղն էր։ Հիմա այս տղան գրում է շարադրություն ու գրում Մարկերի մոդով գանցնի մի հատ մեծ գետ, այնքան ջրերի խշոցը ուժեղը, որ մարդիկ Մարկերի մեջ իրար հետ կորալով է խոսան, ցածր չնգարնա խոսա, որ ջրի ծեն չխանգարի։ Հետո երբ արդեն վերլուծում էինք օրվա վերջում կատարվածը, ուսուցչուհին նայել էր գրավորը, հարցրեց. Համլետ, գասիս այդ ինչ գեդը մեր կերի մոդով կանցնի։ Ես նայեց սենց է, ես ադի գերազում եմ դեսել, ես պատկերացրեցի, մեր կերի մոդով կեր չի անցնում, այդ երբեք չեմ հոգանում։ 74 թվականներ ես աշխատում էի բազմաբերդում, ինձ հետ էր աշխատում նաև Ընկեր Պետրոսյանը, ուսուցիչ էր, մենք երբ ամուսնացանք, տեղափոխվեցինք Միասնիկյան, հավատացեք, ես ոչ մի դժվարության չեմ հանդիպել, սիրել եմ ժողովրդին, ժողովուրդն ինձ ընդունել է, աշխատել եմ դպրոցում, երեխաները ընդունել են ինձ, աշխատել եմ նոր ստեղծված Բաղրամյան շրջան ստեղծվեց 83 թվականին, որպես մեթոդ կաբինետի վարիչ եմ աշխատել, հետո մեր դպրոցում դպրոցի տնօրեն, եւ այսօր աշխատում եմ որպես դակ դպրոցում։ Հարցազրույց եմ անցկացնում։ Ուրախ եմ, որ դուք շատ խոհեմ, խելացի երեխաներ ապրեք բոլորը։ Սիրում եք ձեր բարբառը։ Սասնո բարբառը։
Այս բարբարը ինձ ոչ թե ծնել է, այլ նաև սնել է։ Այս բարբարով եմ ես մեծացել, գիտակից դարձել, այս բարբարն է ինձ ստիպել, որ ես դառնամ մանկավար, որպեսզի մեր երեխաներին ուսուցանեմ լեզու-գրականություն, ինչու՞ չէ նաև ծանոթացնեմ բարբարներին։ Ծանոթացաք Սասունի բարբարը։ Ավելացնեմ, որ Սասունի բարբարը արևմտյան փաթեթին է պատկանում, ասեցի այնտեղ հնչյունական ինչ փոփոխություններ կան, ավելի շատ Մշո բարբարն է ուսումնասիրված, քան Սասնո բարբարը, տեղական բարբար է, ինչու, որովհետև այս բարբարով խոսում են Սասունի գյուղերի, Սասունում և Սասունի շրջակա գյուղերի բնակիչները։ Տեսեք, Թալին աշխարհում են եկել եղեռնից հետո սասունցիները ու Աշնակում, Կաքավաձորում, Վյանում, Մաղդայում, որը Գեղարուտ է կոչվում, Իրինդում, Դավթաշենում ծվարել ու իրենց բնօրանն են ստեղծել։ Տեսեք, մեր գյուղի Սասունի բարբարի մեջ հնչյունական տարբերությունը ուրիշ է, Կաքավաձորինը ուրիշ, Վյանինը ուրիշ, Սասնո բարբար են բոլորը, բայց տեղում ամեն մեկն էլ մի փոքր տարբերությամբ է խոսում։ Հասկանում եք։ Բայց բոլորը իրար շատ լավ հասկանում են, բոլորը ազնիվ ու աշխատող մարդիկ են։ Ես հպարտանում եմ այո իմ բարբարով, որը ինձ ուժ է տալիս։ Մի գաղտնիք էլ ասեմ, երբ մեր գյուղից իջնում եմ ներքև, երբ հասնում եմ Մայրուղին, Գյումրի աշտարակգնացով, ես մոռանում եմ մի պահ, եթե խոսում եմ այդ պահին, ես խոսում եմ գրական հայերենով, կամ եթե այստեղից եմ գնում, հասնում եմ հենց գյուղի դարպասների մոտ, ես էլ չեմ կարողանում գրական հայերենով խոսել, միանգամից մեր բարբարով, թե ինչու, սա ինչու է այսպես, ճիշտ ասած չեմ կարողանում բացատրել, ինձ թվում է, թե բարբարի ուժը ինձ գյուղի դարպասների մոտից հենց դիմավորում է գյուղ տանելու ճանապարհին։ Այդպես չի։ Մեզ մենք շատ դուր եկավ ձեր բարբարը, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես շատ շնորհակալ եմ, որ շատ շնորհակալ երեխաներ եք, հետաքրքիր հարցեր տվեցի ու մի խորհուրդ ձեզ, սիրեք մեր մայրենին, սիրեք, որովհետև մայրենին բոլոր գիտությունների բանալին է, ով չի սիրում իր լեզուն, նա այդ ազգի ներկայացուցիչ է, չէ, պիտի սիրենք, որովհետև դրանով առնչվում ենք աշխարհի գիտության, պատմության, մշակույթի, չէ, ապրեք երեխաներ, շնորհակալ եմ այսօրվա գեղեցիկ հանդիպման համար։ Բարև ձեզ, մենք 7-րդ B դասարանցիենք իրականացնում ենք նախագիծ բարբարները հայոց լեզվի գանձերը։ Մենք այժմ ուզում ենք մի քանի հարց տալ ձեզ ձեր բարբարի մասին, որ բարբարով եք դուք խոսում։ Հիմա 60 տարի խոսում եմ գրական հայերենով, իսկ դրանից առաջ խոսել եմ Գյումրվա բարբարով, որտեղ ես ապրել եմ Գյումրվա մոտակա գյուղում Ազատան է կոչվում Ախուրյանի շրջանը։ Շատ սիրում եմ լեզու բարբարը, շատ եմ սիրում, շատ եմ հետաքրքրվում, գրի առնում, միշտ էլ օգտագործել եմ, բայց դպրոցում ոչ։ Դպրոցում միայն աշակերտի համապատասխան լեզվով։ Ցանկացած գավառ, գյուղ, քաղաք ունի իր անձնական բարբարը։ Իմ համար հաճելի եւ անակնկալ է, որ հիմա կատարում եք Գյումրվա բարբարը։ Կարող եք պատասխանել եւ որտեղ եք ծնվել եւ որտեղ եք մեծացել։ Ախուրյանի շրջան գյուղ Ազատակ։ Այդտեղ եմ մեծացել, հետո էլ ամուսնացել եմ այստեղ, ունեմ 2 զավակ, մեկը շինարար է ավարտել, մյուսը բուժքույր, 2 երեխա եմ ունեցել։ Ապրել ենք նորմալ։ Սիրով եմ կատարել իմ աշխատանքը, շատ սիրով։ Հիանալի ջիգարով ապրել եմ միշտ, ցկտել եմ, որ միշտ առաջինը լինին իմ երեխաները, իմ դասարանը առաջինը լինի։ Տեղափոխվել այստեղ եւ ինչ դժվարություններ եք հանդիպել։ 68-69 ուսումնական տարվանից մտել եմ դպրոց։
հիվանդանոցի շենքը մեր առաջի ուսումնառության կենտրոնն էր։ Ունեցել եմ լավ ուսուցիչներ, հետս աշխատող Չիգարով, Միրիմյան, տնօրենը ինքն էր, շատ խիստ, պահանջկոտ, շատ էր հավանում իմ դասալսումները։ Մի օր քարտուղարային ասեց Ընկեր Ազատյան, իր ինչքան գոհ է Միրիմյանը ձեզ, ինձ շատ գիտեր, շատ խիստ պահանջկոտ էր։ Ասինքն դառնոտ դաշ չի լսել։ Ասեց ինքը դռների հետևից է լսում։ Այդ որ լսեցի ավելի ասեց խեղդեց ինձ։ Ինչ է դեպքի դեպք կպատնեք ձեր ծննդավայրից։ Ծննդավայրից խզվեցի արդեն։ Այսօր դասարան էի, ջրեղեղ բարձրացավ, ջաջուր կոչվող գետ է անցնում մեր տան մոտակայքով, այնքան էր վարարել, որ արդեն սարսափելի էր։ Մայրիկս մենք կովեր էինք պահում գյուղում, այդ սմետանը որ կա թթվասերը, կավի ամաններով լցրած շարած էր, այնքան ջուրեր լցվել տունը, այս կամ տունը, այս սենյակները լիքը ջուրեր լցվել, որ այդ ջրեղեղից բաներ, այդ ամանները, այդ կջուջիկները ջրի վրա խաղում էին այդպես, կամ ասենք ունենք շունը իր ձակուկներով, այդ ձակուկներին եկան տղաները առաջինը եղբորս կրգեցին, հանեցին դուրս այդ հեղեղատից, սելաֆատարից ասեն, մեզ էլ տեղափոխեցին մոտակայքում մեր դպրոցներ, այնտեղ բնակվեցինք մի 2 ամիս, մի ամիս ու կես, մինչև տունը չորացավ, նոր վերադարձանք տուն, այդ շատ և հուզիչ է և չսպասված, չեմ ցանկանա, որ ոչ մեկն այդպես սարսափեցնել կամ ապրեք այդ սարսափով, թող պատերազմ չլինի, կրնանք ինպես անել, որ լավ ապրենք, ճիշտ աշխատենք, ճիշտ դատենք, գնահատեն աշխատողին, շատ լավ բան է սա։ Հայաստանում կա գավառների, քաղաքների, գյուղերի բազմաթիվ բարբարներ։ Ամեն երեխա, ամեն մարդ ջերմորեն սիրում է իր մայրենի բարբարով խոսելը։ Մեկ օգտագործում են։ Դասի ժամանակ էլ շփոթվում օգտագործում է, որ աշխատում է։ Այդ պահին ուսուցչուհիներից մեկը դուռը բացեց, ասեց զարմացա, որ բարբար եք օգտագործում։ Ասի ստացվեց, շուտ էին, նոր էր մտել էի դպրոց։ Մեզ նույնպես շատ դուր եկավ ձեր բարբարը, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։